Իշխանություններ փոխելու մասին մի երկու բան ասեմ։ Այսօր նախ բուսաբանական այգում վազելուց մի հայ մարդ մոտեցավ, իրար հետ մի քիչ վազեցինք, զրուցում էինք, ասում եմ նայում եմ զրույցներդ, այդ ամեն ինչ չհասկանում եմ, խնդիրներն էլ ինքը նույնությամբ նկարագրում է, բայց անելանելի է ձեր խոսալու իմաստը որն է։ Ուրեմն ասեմ իմ եւ մնացած շատերի տարբերությունը որն է։ Ցանկացած անելանելի վիճակում միշտ կա ելք։ Ցանկացած։ Կյանքը այդպես է, որտեվ եթե դու չես հավատում, որ փոփոխություններ հնարավոր են, դրանք չեն էլ գալու։ Երբ դու հավատով մի բանի մեջ մտնում ես ու չես հանձնվում, դա ստացվում է։ Ուրեմն իշխանություն փոխելու մասին։ Իշխանությունները ներկա գիտենք ոնց են Նիկոլ Փաշինյանը իշխանության եկել փողոց, այսինքն փողոցով մարդիկ տասնյակ հազարներ ճնշում են գործադրել Նիկոլ Փաշինյանին օրվա այդ պահի իշխանության ուժը ընտրել է վարչապետ։ Հետո նոր դրանից հետո ընտրություններով, արդեն երբ որ նա դե ֆակտո վարչապետ էր, ընտրություններից հետո նոր ժողովուրդը գնացել արդեն ընտրել է։ Եթե նայենք մեր անկախ պատմության 30 տարիները, ապա կտեսնենք, որ Հայաստանում որպես փոքր պետություն եւ ռուսական ազդեցության տարածք միշտ իշխանությունները ձեռարել են արտաքին ազդեցության ներքո։ Սրա լավ վատը չեմ քննարկում, հիմա հարցը այդ չի։ Խնդիրը այն է, որ իշխանությունը ձեռարում է փողոցում։ Փողոց չի նշանակում է դուրս գալ, կռիվներ անել, բացարձակապես։ Փողոց նշանակում է, երբ օրինակ որևէ ընդդիմադիր ուժ չի կարողանում մարդկային զանգված գեներացնել, որևէ իշխանությանը չհնազանդվելու, կամակատար չդառնալու գործողություն իրականացնել, ապա նա չի կարող նրա ձեռքից իշխանության վերցնել։ Սրա մասին ես շարունակաբար եմ խոսում եւ հասարակ բան եմ ասում։ Եթե ձեր ընդդիմադիրներին, ձեր սրբազաններին, ժողովրդի սրբազաններին բանտից չենք կարողանում ազատել, ինձ էլ ձեր մեջ դնեմ, չենք կարողանում ազատել, իշխանություն Նիկոլ Փաշինյանից վերցնել անհնար է։ Ընտրությունների մասին իշխանությունը դե ֆակտո դե յուրեել արտաքին ուժերի ազդեցության ներքո Թրամփը այս իշխանությանը հովանավոր է։ Թեկուզ եւ Նիկոլ Փաշինյանին չի հիշում, մոռանում է, էական չի, ինչու։ Այնտեղ մի հատ միջանցք են դրել Թրամփ ուղի, իրան ասելու են դե սա է իրականացնողը, որ փոխվի ընդդիմություն կա հնարավոր է չիրականացվի, նա պահելու է այդ իշխանությունը։ Դա այն մարդն է, որ Ալիևը երբ իմացավ 20 տարի նախագահում, ուրախացավ, գոված, ասես մալադեց քեզ։ Ես իմ աշկով տեսել, լսել եմ։ Այդ մարդը ասում է, ինչքան տարի ես կառավարում, ասում է արդեն 20-ի մոտ է, ինչ է դրա կառավարումը։ Իրանց ընտանիք հանդրձ 30 ավել տարի։ Մարդը գովում, ասում է մալադեց քեզ, ապրես, ուժեղ տղա ես։ Հիմա այդ մասն է։ Եվրոպացիները իրանց հկների ցանցով միանշանակ մտել են սրա իշխանությունը պահելու։ Իրանք ցուցումը տենց էլ տալիս են, բոլոր հկներին ու ֆինանսավորում են, իրանք այդ ովքեր լսում են հիմա հկներին, շատ լավ գիտեն իրանց ինչ ցուցում է եկել։ Դա հարային չեն ասի։ Դեսպանատներում կհավաքեն, նույն Ֆրանսիայի մյուս կասեն, այս իշխանություններին պետք է պահեք։ Ռուսաստանի մասին, Ռուսաստանը ինքը իր շահերը գերտերություն է, մեկը սպասարկելու է, մեզնով կլինի, Ադրբեջանով կլինի, ինքը անելու է, եթե մենք խելացի ենք լինում, կարա մեր հետ էլ անի, չէ, մեզ էլ վարի կտան կգնա։ Հիմա ես ինչի համար եմ ասում, ժողովուրդ ջան, հայր ջան, մեր բոլորիս հնարավորությունը, ես ասում եմ, հոգևոր առաջնորդությունն է։ Բագրատ Սրբազանը պատահական մարդ չի եւ պատահական փողոց դուրս չեր եկել։ Նա հայ ժողովրդի հայրից դուրս եկած ձերն է, ձեր մարդն է։ Ես մի դրվագ պատմեմ։ Դուք այդ սուտ կեղծած, սուտ ասած գաղտնալսումները, որ արել էին, որտեղ ես էլ եմ բարբերաբար ինչ-որ տեղեր երևում, բայց կեղծել էին, մոնտաժել էին։ Այդ գաղտնալսումները մի հատ պահանջեք իշխանություններից, թող ամբողջական հələ դնեն, լսեք։ Դրվագ կա, երբ Բագրատ Սրբազանի հետ խոսում ենք, մարդը բարկացած ընդդիմադիր որոշ մարդկանց գործողություններից։ Ասում է, ես իրան հարց եմ տալիս, ասում Սրբազան, բայ երբ որ էսա վիճակը, դու ո՞նց ես տեսնում փոփոխությունը։ Մարդը հստակ պատասխանում է, զայրույթի ժամանակ, ասում է, այս խնդիրը միայն ժողովրդով է լուծվելու։ Այդ մարդը իր հավատը ամեն ինչը դրել է ժողովրդի համար, ինքը ժողովրդի մեջից հելած է, բայց այդ ժողովուրդը չի ուզում այդ մարդուն Երբ իրան հիմա կոպիտ ասես գողացել տալ գերության մեջ եմ պոմ, չի ուզում հետևից գնա, տես ոնց կլինի փոփոխություն։ Ուրեմն ես ասում եմ, այն
հանրային մեղադրողները դատարանում ժողովուրդ ջան, որ սրբազաններին մեղադրում են, ձեր անունից են մեղադրում։ Դրա համար են իրենք կոչվում հանրային մեղադրող։ Ձեր անունից իրանց քրեական մեղադրանք, տերորիզմի կեղծ մեղադրանք է ներկայացվել։ Եվ դա հանելու միակ ձև կա այս իշխանություններով։ Երբ տասնյակ հազարներով մարդիկ փողոց դուրս գան խաղաղ, անհնազանդության, ես կրկնում եմ խաղաղ բառը, որովհետև մենք չենք կարող հայ հանդեպ չի կարող բռնություն գործադրել։ Մեր խնդիրը արտաքին աշխարհի հետ է եւ ներդրված իշխանությունների։ Մենք խաղաղ անհնազանդությամբ ժողովուրդը, երբ որ դուրս գա իր կամքը դրսևորի, պահանջի իր սրբազաններին հետ, այս իշխանությունը հանձնվելու է հետ քայլը անելու։ Այդ հանրային մեղադրողը այդ մեղադրանքը հանելու է, տեսնելու է, որ ում անունից, որ ինքը մեղադրում է, դեմ է դրան։ Իսկ հիմա երբ նույն դատարանների դռների մոտ տեսնում են ընդամենը 100 մարդ, 200 մարդ, չգիտեմ, 300 մարդ, այդ հանրային մեղադրողն էլ ասում է, դե հանրային պահանջ չկա, փաստորեն հավատում են, որ այս մարդիկ տերորիզմ էին պլանավորում։ Էսա քաղաքական process-ները այսպիսին են։ Հույս մի ունեցեք, բացարձակապես ընտրական process ուզում եք, հարց չկա, քաղաքական process-ը մասնակցեք։ Նաև հասկանում եմ, չպետք է այնպես լինի, Նիկոլ Փաշինյան գրած է մենակ այդ ընտրական բաների վրա։ Ոնց է լինի մի 20 հոգի խամաճիկ մանր-մուներ մարդ կուսակցություններ, ձևական ինքնահավանքները տնգած, չգիտեմ, իրանց գլխով որ նա այսինչ ճանապարհ անցե ոչ մի բան, բայց ինքը մտածում է կարա երկիր ղեկավարի։ Տեսները լիքն են։ Ես ասում եմ ձեզ ամենայն պատասխանատվությամբ, հոգևոր առաջնորդությամբ այս խնդիրը լուծվելու պատահական չի, որ եկեղեցու վրա հիմա հարձակվում են, նաև ձեզ շեղում են, որտեվ Սյունիքն են քիչ-քիչ փոզմիշանում, տալիս են տես փուրը գնում է, մանր նեո գաղութացման, սա բանաձև է, սրա մասին ես շատ եմ խոսել, նեո գաղութացում, հստակ է դա։ Մի խոսքով շատ երկար չխոսեմ։ Բոլորիս լավ օր, մտածեք ժողովուրդ ջան, տունը նստած ոչ մի բան չի նալու։ Ձեր առաջնորդին, գլխավոր, հիմա հոգևոր առաջնորդին, որը ձեզ հավատալով փողոցա դուրս եկել, ձեզ հավատալով, ոչ թե աջակից քաղաքական ուժերի, հենց ձեզ հավատալով։ Ինքը հիմա արդեն 6 ամիս ավել գերեվարված է։